Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 15-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Պարզ է, այսօր ես կասեմ առաջի արդյունքների մասին, որոնք գրանցվեցին Միացյալ Նահանգներ Չինաստան գագաթնաժողովի ժամանակ։ Դոնալդ Թրամփը գտնվում է Չինաստանում, երեկ սկսվեցին բանակցությունները Սի Ցզինպինի հետ, նախագահի Չինաստանի, կան առաջի արդյունքներ, դրանց մասին կխոսենք այսօր։ Ես պետք է ասեմ, որ այսօր շատ կարևոր մեկ նախաձեռնության մասին ձեզ հետ կխոսեմ, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մտնում են Հայաստանի տարածք, Հայաստան, սահմանը անցնում են, իրենց տալիս են մեկ բրոշուր, այդ բրոշուրի էության մասին, բովանդակության մասին այսօր մենք պետք է խոսենք։ Ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանեց Գենադի Զյուգանովին, որը լրջագույն հարցերում մեղադրում էր մեր կառավարությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի պատասխանները շատ ուշագրավ էին, պետք է այսօր խորը դրանք ուսումնասիրենք։ Բացի դրանից պետք է ասեմ, որ տեսնում եմ, որ թեժանում է պայքարը մեր ընտրարշավի ժամանակ։ Մենք լսում ենք բառեր, որոնք ուղղում են իրար գլխավոր խաղացողները այս ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի կողմից, մյուս կողմից Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը, ցավով պետք է ասեմ, որ լարվում է վիճակը, մեկ շաբաթ է անցե նախընտրական արշավի սկզբից, բայց շատ շիկացած է իրավիճակը, մենք լսում ենք բավական կոշտ ձևակերպումներ, նաեւ դրա մասին մենք պետք է անպայման այսօր խոսենք։ Ուրեմն սկսում ենք մեր աշխատանքը։ Ես մի խնդրանքով ձեզ դիմում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ մեր աշխատանքը անչափ կարևոր է եւ սփյուռքայության համար, եւ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ու երբ որ դուք կիսվում եք, բաժանորդագրվում եք, տարածում եք մեր նյութերը, ել ավելի շատ մարդիկ ստանում են այս օբյեկտիվ բազմակողմանի ինֆորմացիա։ Ուրեմն առաջի արդյունքները Չինաստան Միացյալ Նահանգներ գագաթնաժողովի ժամանակ։ Դոնալդ Թրամփը էմոցիոնալ մարդ է, էմոցիաները նույն պայն տարածում է, օրինակ ինքը ասեց, որ այս առաջի օրվա բանակցություններից հետո, որ Սի Ցզինպինը Չինաստանի նախագահն իր ընկերն է։ Բացի դրանից Դոնալդ Թրամփը տեղյակ պայեց մեզ, որ ինքը Սի Ցզինպինի հետ քննարկում էր հարցեր Boeing ինքնաթիռների հարցը ու Չինաստանը համաձայնվեց 200 նոր Boeing պատվիրել Միացյալ Նահանգներից։ Պարզ է դա մեծ դրական արդյունք է, դա նշանակում է, որ նոր աշխատատեղեր կբացվեն Միացյալ Նահանգներում, ասեց Դոնալդ Թրամփը։ Բացի դրանից Դոնալդ Թրամփը ասեց իր ինտերվյուի ժամանակ բանակցություններից հետո, որ Սի Ցզինպինը խոստում տվեց օգնել Հորմուզի նեղուցը բացելու հարցում։ Ու Դոնալդ Թրամփը ասեց նաև Չինաստանը խոստում տվեց ռազմատեխնիկական աջակցություն չտալ Իրանին։ Նայենք ոնց է զարգանալու իրավիճակը, Դոնալդ Թրամփը նաև հրավիրեց Սի Ցզինպինին Միացյալ Նահանգներ պաշտոնական այցով սեպտեմբերի 24-ին այս տարվա։ Չինացիք շատ ու շատ ավելի զուսպ արտահայտվում էին այս բանակցությունների մասին, օրինակ Սի Ցզինպինը ասեց, որ այն գաղափարը, որ Չինաստանը վերածնունդ է ապրում, եւ այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները ձգտում են նորից դառնալ հզոր պետություն, այս երկու գաղափարները կարող են զուգահեռ զարգանալ, ձեռք-ձեռքի տրված ընթանալ։ Կոպիտ ասած, Սի Ցզինպինը
կողմնակից է բալանսավորված քաղաքականություն կամ բալանսավորվող քաղաքականությունը, այդ քաղաքականությունը շատ սիրում է նաև մեր վարչապետը Նիկոլ Փաշինյանը, մի քիչ ավելի ուշ ես կասեմ, ինչ կոնտեքստով նորից բալանսավորված քաղաքականության մասին խոսեց երեք Նիկոլ Փաշինյանը, բայց CDP-ի գաղափարախոսությունը հենց դա է, որ այս երկու մոտեցումները, գաղափարները, որ եւ վերածնունդ է ապրում Չինաստանը ուժեղանում է եւ միաժամանակ Միացյալ Նահանգները նորից ուզում են դառնալ շատ հզոր ուժեղ, ինքը ասում է չպետք է կարող են չհակասել իրար։ Մյուսը ինչի մասին այսօր ուզում եմ ասել, շատ կարևոր ինֆորմացիա, դուք հիշում եք, սկսվեց հայ-թուրքական ուղիղ առևտուր, երկկողմ ուղիղ առևտուր, առանց միջնորդների։ Դա լավ լուր է, լավ նորություն է, երեք խոսեցինք, բայց ով ողջունեց այդ նոր նորությունը, ողջունեցին Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, այ իսկական մեր դաշնակիցները, Ռուսաստանը չողջունեց, քանի որ շատ կարևոր է, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դառնան բնականon, ու երկու խաղացող աշխարհի Եվրամիություն Միացյալ Նահանգները ողջունեցին այս առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում, Եվրամիությունն էլ գումարեց շատ լավ կլինի, որ սահմանները նաև հայ-թուրքական բացվեն։ Հիմա Հայաստանի ընտրությունների հետ կապված process-ների մասին անցնում եմ, որ մենք քննարկենք։ Ուրեմն այս ձևի ցույց եմ տալիս ձեզ, այս ձևի բրոշուր մեզ տալիս են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, երբ որ մենք մտնում ենք Հայաստան, սահմանը հատում ենք, մտնում ենք Հայաստան։ Երեք ես վերադարձա դուք գիտեք Բուխարեստից, Ռումինիայից վերադարձա եւ երբ որ հատում էի մեր սահմանապահները տալիս են ստուգում են պարզափաստաթղթերը, կնիկ դնում են, որ մենք կարող ենք մտնել Հայաստանի ներս, նաև տալիս են այս բրաշուրը։ Ինչի մասին է այս բրաշուրը։ Հիշատակում, ինչ պարտավորություններ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունենք ընտրությունների ժամանակ, որ ընտրությունների օրը անթույլատրելի է ծախել ձայնը։ Դες օրենքի համաձայն այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գնում է ու փողի դիմաց իր ձայնը տալիս է այս կամ այն քաղաքական ուժին հունիսի 7-ին ընտրության օրը, ինքը կդատապարտվի 7 տարով։ Դա շատ տեղին նախաձեռնություն է մեր հասարակական գործիչների, ինչու, այո, մեր քաղաքացիներին, ովքեր նաև երկար ժամանակ ապրում են այլ երկրներում, առաջերտին Ռուսաստանում, ում ուզում են ուղարկել Հայաստան, որ իրանք քվեարկեն ինչ որ ուժերի օգտին, ինչ որ բաների դիմաց, փողի դիմաց, գույքի դիմաց, իրանք պետք է իմանան, որ դրա հետևանքները լուրջ են լինելու։ Բացի դրանից, գաղտնիությունը, գաղտնի քվեարկություն է։ Ու մարդիկ պետք է հասկանան, որ գաղտնի քվեարկությունը իրենք պարտավոր են պահել։ Օրինակ, ես կգնամ ընտրությունների, իմ ընտրությունը կկատարեմ, ես չպետք է բացատրեմ կամ ասեմ ոնց եմ ես քվեարկեմ։ Գաղտնիությունը նաև պարտականությունն է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ուստեղ էլ, եթե մարդիկ գաղտնիությունը խախտում են, ուզում են ցույց տալ այն մարդկանց, ովքեր փող իրանց տալիս են իրանց զայնի համար, ուզում են ցույց տալ, որ այդպես քվեարկեցին, դա էլ է հանցագործություն։ Իմ կարծիքով շատ տեղին է, հաշվի առնելով, որ գալիս է ինֆորմացիան հստակ, ստուգված, որ Ռուսաստանում փորձ է արվում ուղղորդել Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ուղղորդել ընտրությունների ժամանակ քվեարկել իօքուտ պրոռուսական ուժերի։ Այդ վտանգը կա, դա է պատճառը այս ձևի պրոֆիլակտիկ քայլ է, ողջունում եմ միանշանակ, որ կառավարությունը համաձայնվեց ու մեր սահմանապահները բաժանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում Հայաստան, այս ձևի տեղեկանք մեր իրավունքների եւ պարտավորությունների մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք պետք է գնան հունիսի 7-ին քվեարկության։
Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել այն մեղադրանքների, որոնք իր նկատմամբ հնչում են Ռուսաստանից։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը ասում են, որ մեր քայլերով մենք ինչ որ վնաս ենք հասցնում Ռուսաստանին։ Ու Նիկոլ Փաշինյանը ասեց երեկ, որ ինքը գտնվելով Մոսկվայում ապրիլի 1-ին հարցրեց Ռուսաստանի պաշտոնյաներին, որ հարցում Հայաստանը վնաս է հասցնում Ռուսաստանին համագործակցելով Եվրոմիության հետ։ Այդ որ հարցերն են, որ մենք համագործակցելով Եվրոմիության հետ վնաս ենք հասցնում։ Ու Նիկոլ Փաշինյանը հատուկ նշեց, ոչ ոքուց ոչ մի մեղադրանք չի լսել Մոսկվայում։ Դա կարևոր պատասխաններ են, քանի որ գիտեք, հիմա ես չգիտեմ կուլուարներին ինչ է կատարվում, բանակցությունների դրան հետևում ինչ է կատարվում, ինչ են իրար ասում, Նիկոլ Փաշինյանը կամաց բացում է փակագծերը։ Ավելին ինքը ասեց, որ մենք վարում ենք բալանսավորվող կամ բալանսավորված քաղաքականություն, որի համաձայն Հայաստանը միշտ պետք է ունենա այլընտրանք։ Եվրոմիության հետ պետք է աշխատի, ԵԱՏՄ-ի անդամ է, բայց այլընտրանք պետք է միշտ ունենա։ Ու իրոք ես համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ այլընտրանքի բացակայությունը բերեց կատաստրոֆայի մեզ համար 2020 թվականին։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ինչ որ մարդիկ, ինչ որ պետություններ փորձում են այս մեր ընտրություններին աշխարհքաղաքական բնույթ տալ։ Միջդեռ այս ընտրություններ են սովորական։ Ու ինքը ասում է, մենք չենք նայում այս ընտրություններին գալիք ազգային ժողովի, որպես աշխարհքաղաքական ընտրություն։ Ստեղ կամ այնտեղ։ Բայց նաև բացատրելով դա, որ մենք վնաս չենք հասցնում Ռուսաստանին, ինքը մեկ բան ասեց շատ կարևոր։ Ինքը ասեց, բայց մենք չենք ուզում ընկնել այն սանկցիաների տակ, որոնց տակ է Ռուսաստանը։ Դուք գիտեք, Եվրոմիությունը Միացյալ Նահանգները նաև սանկցիոն քաղաքականություն են վարում այն երկրների դեմ, ովքեր օգնում են Ռուսաստանին շրջանցել սանկցիա։ Ինքը ասում է, մենք չենք ուզում դրա տակ ընկնել։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը ինչ որ բաներ խնդրում էր, որ Հայաստանը անի, որը սանկցիոն քաղաքականության դեմ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես չեմ ուզում դուրս գալ։ Շատ ճիշտ պատասխան էր։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց Գենադի Զյուգանովի ելույթի մասին, մենք երեք խոսացել ենք վտանգի մասին այս Պետդումայում ունեցող ելույթի մասին, Գենադի Զյուգանովը ունեցավ երեք Պետդումայի ամբիոնից ելույթ, որը շատ վտանգավոր է, այնտեղ լուրջ մեղադրանքներ ներկայացվեցին Նիկոլ Փաշինյանին, ինքը արձագանքեց, ինքը ասեց, որ դա զգացմունքային ելույթ էր։ Ինքը ասեց, շատ են ելույթները Ռուսաստանում զգացմունքային։ Ու ինքը ասել, որ մեր ընդդիմությունն էլ խրախուսում է այս ձևի խնդիրներ, բացի դրանից ինքը ասեց, ես բացառում եմ էսկալացիան հայ-ռուսական հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջև, ստեղ ես պետք է ասեմ մենակ մի դիտողություն ասացին Նիկոլ Փաշինյանի։ Այո, Հայաստանի կողմից էսկալացիա չի լինի։ Մենք չենք գնա վատացման հարաբերությունների, բայց ով ասեց, որ Ռուսաստանը համաձայն է այս թեզի հետ Նիկոլ Փաշինյանի։ Ռուսաստանի կողմից կարող է համաձայն չի ու հենց ուզում է գնալ էսկալացիա ազդելու համար մեր ընտրությունների արդյունքների վրա։ Ու ինչը ուզում ասել շատ կարևոր, ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ասեց, մենք լիիրավ անդամ ենք Եվրասիական տնտեսական միության։ Մենք ունենք իրավունք որոշումները վետոյի ենթարկել։ Կոպիտ ասած, որոշումը ԵԱՏՄ-ի շրջանակներում կոնսենսուսով է արվում, բոլորը պետք է համաձայն լինեն, բայց ինքը ասեց, մենք այդ իրավունքը ունենք վետոյի իրավունքը։ Դες այս կամ այն որոշման ճանապարհը փակել։ Մենք լիիրավ անդամ ենք։ Ու Նիկոլ Փաշինյանը ասեց, որ եթե ես լինեի ԵԱՏՄ-ի դեմ, ուրեմն այդ իրավունքը կօգտագործեի վետոյի իրավունքը, բայց ես չեմ օգտագործել, դա նշանակում է, որ մենք անդամ ենք ԵԱՏՄ-ի ու շարունակում ենք աշխատել։ Բայց այդ ինչ ակնարկ արեց Նիկոլ Փաշինյանը, որը համարում եմ շատ կարևոր։ Ինքը ասեց, որ եթե շատ համահանեք, ժողովրդի լեզվով եմ ասում, շատ համահանեք, մենք
այս վետո իրավունքը կօգտագործենք ու կպարալիզացնենք աշխատանքը ԵԱՏՄ-ի։ Բայց ինքը այդպես չի ձևակերպեց, ես ուղղակի թարգմանում եմ ձեզ սովորական լեզվի վրա իր ասածը։ Ինքը ասեց, մենք ինչա օգտագործել ենք վետո իրավունքը, որ դուք դժգոհ եք մեզանից։ Բայց ակնարկը ակնհայտ է ու ճիշտ արեց Նիկոլ Փաշինյանը, որ այդ ակնարկը արեց։ Հիմա ես պետք է ասեմ, որ նաև Նիկոլ Փաշինյանը հարց տվեցին մեր լրագրողը ասեցին, բայց ռուսական 102-րդ բազա կա Գյումրիում ու այդ բազայից կարող են մեր դեմ քայլեր անել։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դե յուրե, ֆորմալ։ Ինքը ասեց, այդ բազան շարժվում է Հայաստանի տարածքում Հայաստանի օրենքներով։ Ինքը չի շարժվում Ռուսաստանի օրենքներով։ Նու ստեղ էլ ես պետք է ասեմ, որ բայց Ռուսաստանը կարող է իր տեսանկյունից այլ ձևով նայի իրավիճակին, համարելով, որ Հայաստանը իր ազդեցության գոտի է ու կարող է միակողմանի քայլեր անել։ Դե յուրե պատասխանը ճիշտ էր Նիկոլ Փաշինյանի, որ այդ բազան համաձայն երկկողմ պայմանագրերի Հայաստան-Ռուսաստանը գործում է Հայաստանում Հայաստանի օրենքների շրջանակներում, բայց գիտեք կյանքում ոչ բոլոր անգամ է, որ հարգվում են մեր օրենքները, մեր օրենսդրությունը։ Ես պետք է ասեմ, որ երեք ասեցի ձեզ, որ Ռուսաստանում Պետդումայում ընդունվեց օրենք, որի համաձայն ընդլայնվում է իրավունքը կառավարության իրավունքը Ռուսաստանի եւ նախագահի օգտագործել ռուսական զորքերը դրսում, երկրից դրսում, ընդլայնվեցին տարբերակները։ Օրինակ, եթե Ռուսաստանի քաղաքացուն ձերբակալում են կամ քաղաքացիներին մեծ թվով ձերբակալում են կամ դատում են ինչ-որ երկրներում, Ռուսաստանը ստանձնում է իրավունք ուժային միջամտություն անել փրկելու այդ քաղաքացիներին։ Ու երեք մենք ստացանք նոր նորություն, որ Ռուսաստանը արտգործնախարարությունը Ռուսաստանի առեց հայտարարություն, որ կան երկրներ, որոնք Ռուսաստանի քաղաքացիների համար ռիսկային են։ Ու այդ ցանկի մեջ եւ Եվրոպան է, եւ Ամերիկան, եւ Իսրայելը, եւ հիմա մտցրեցին Հայաստանը։ Ինչ է դա նշանակում։ Իրանք զգուշացնում են, որ Հայաստանում կարող է ձերբակալվի Ռուսաստանի քաղաքացին, ում հետո կարտահանձնեն Միացյալ Նահանգներ։ Ասեմ ձեզ միանշանակ, որ Հայաստանը նույնիսկ եթե ձերբակալի դատի Ռուսաստանի քաղաքացիներին կյանքում չի արտահանձնի այլ երկրներին։ Չի արտահանձնի մի շարք պատճառներով, քանի որ տարբեր երկրների հետ տարբեր երկկողմ հարաբերություններ կան արտահանձնման, ոչ բոլոր երկրների հետ մենք դա ունենք, Ռուսաստանի հետ ունենք պայմանագրեր, որոնց համաձայն մենք Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պետք է ունենք ինչ-որ սահմանափակումներ գործելու։ Ուրեմն դա սխալ որոշում է մտցնել այդ ռիսկային ցանկի մեջ Հայաստանը, բայց Ռուսաստանը մտցրեց։ Ու ես չեմ բացառում, որ այդ մտցնումը այդ ցանկի մեջ Հայաստանին դա նախապատրաստումն է ինչ որ քայլերի մեր դեմ ուղված նաև այդ թվում ուժային, որ վաղը ասեն, տեսակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ձերբակալված են Հայաստանում, ուրեմն վտանգ է, ուրեմն մենք իրավունք ունենք ինչ որ գործողություն ծավալել։ Օրինակ այդ ցանկի մեջ ինչքան հասկացա Ադրբեջան չկա, մինչդեռ դուք գիտեք Ռուսաստանի մի շարք քաղաքացիներին, այնտես մեծ թիվ է, մոտավորապես 10 հոգու, հիմա իրար հետևից դատում են ու դատում են բավական մեծ ժամկետով, 4-5 տարով, բայց այդ ցուցակում չկա Ադրբեջանը։ Ինչու Հայաստանը մրցրեցին։ Ուրեմն այդ կարող է ունենալ քաղաքական աստար ու կապված լինի մեր ընտրությունների հետ։ Ես նաև պետք է ասեմ, որ ցավով հետևում են ոնց այդ դաժան խոսքը վիրավորական խոսքը օգտագործվում է մեր ընտրարշավի ժամանակ։ Օրինակ, այ համբալ մի գործիչը ասեց մյուս գործիչի նկատմամբ։ Մյուս գործիչը ասում է դուք դավաճան եք։ Երրորդը ասում է չորրորդին, որ ինքը մարդասպան է։ Հինգերորդը առաջինին ասում է, որ ինքը կազմակերպեց մարտի 1-ը։ Մյուսը ասում է, որ մարտի 1-ով դուք պետք է դատվեիք։
Հասկանում եք ում մասին է խոսքը, գլխավոր խաղացողները ովքեր են մեր ընտրարշավի ժամանակ ու ցավում եմ, որ այս մակարդակի մենք ունենք բանավեճեր։ Օրինակ ՀԱԿ-ի առաջնորդները մեղադրում են Նիկոլ Փաշինյանին նրա մեջ, որ ինքը իբր սպանեց Վանո Սիրադեղյանին, ու իրանք ինչ նկատի ունեն, որ հեղափոխությունից հետո ոչ մի բան չձեռնարկվեց, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա Հայաստան, ես գոնե այդպես եմ հասկանում այս ակնարկները։ Ինչ որ մեղադրանք, որը կարծես թե ոչ մի հիմք չունի, բայց մեղադրանքը հնչել է։ Այո, ցավով պետք է ասեմ, լարված իրավիճակ է մեր քաղաքական դաշտում, շատ ու շատ հարցերին պետք է անդրադառնանք, անպայման կանդրադառնանք, բայց ես այսօր մի քանի հարցերի անդրադարձա, որոնք համարում են անչափ ակտուալ այս պահին։ Ու վերջում ուզում եմ խնդրել նաև աջակցել մեր YouTube-յան ալիքին, դուք տեսնում եք ինչ կարևոր մենք աշխատանք կատարում ենք։ Մինչ նոր հանդիպումներ։